Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Սուրեն Պետրոսյանի հետ ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահի Պարադես։ Պարոն Պետրոսյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել, եկել եք մեզ մոտ եւ ձեր ժամանակը տրամադրելու եք մեզ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շատ ինձ հետաքրքիր է ինչպես դուք ընդունեցիք ընտրությունների արդյունքները, դուք մասնակցում եք 14 համարն եք, կարծեմ 5000-ից ավելի մարդ ձեզ ձայն տվեց։ Ինչպես ընդունեցիք արդյունքները, շարունակում եք գործել, համարում եք, որ անելիք ունեք քաղաքական դաշտում, հետո մենք խոսենք այն մասին, թե այնուամենայնիվ այդ որ անելիք ունեք, հանուն ինչի եք շարունակելու աշխատել քաղաքական դաշտում։ Բնականաբար ընտրությունների արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն կարող լինել որևիցե պարագայում, եւ դա չէր արտահայտում մեր ակնկալիքները։ Սակայն շատ կարևոր է նաեւ արձանագրել, որ առաջին հայացքից թվացյալ այդ 5000-ից ավել ձայնը թվում է թե բավականին քիչ ձայն է, 0.36%, եթե վերացենք տոկոսների, բայց մեզ համար յուրաքանչյուր ձայնը եղել է անգին եւ կա անգին։ Ինչի համար, որովհետև մեր օրակարգը եղել է խորապես հիմնավորված, մեր օրակարգի մեջ չեն եղել անհիմն էմոցիոնալ դրսևորումներ, մանիպուլյացիաներ, մարդկանց ընկալման ուղղված խեղաթյուրումներ, որևիցե նման բան չի եղել։ Չեն եղել օրինակ մարդկանց համար առաջին հայացքից հաճելի ինչ-որ դրսևորումներ, օրինակ այն մարդիկ, ովքեր մեր զարգացումը պայմանավորում են արտաքին դերակատարներով, մի մասը ասում է, գիտեք ինչ, պետք է մենք լինենք պրոռուսական, մյուս մասը ասում է պետք է լինենք պրոարևմտյան, այսպես պարզունակ մոտեցումներ չի եղել հիմնված օրինակ հակառուսականության կամ հակարևմտականության վրա, որ առաջին հայացքից սովորական մեր քաղաքացիները կարող է դրանով ոգեշնչվեին եւ պատկերացնեին հեշտ ճանապարհ եւ գնային միանգամից ձայն տային։ Մենք շատ լավ հասկանում ենք, նաև ես լինելով մասնագիտությամբ քաղաքագետ, պատկերացնում եմ, որ այդ տրամաբանությամբ շատ ավելի հեշտ կլինի ձայներ հավաքել, հա, պոպուլիստական խոսույթով եւ այլն, բայց մենք գտնվում ենք այնպիսի շրջափուլում, որտեղ որ մենք ոչ թե պետք է տուր տանք պոպուլիզմի ամեն գնով 2-3 քվե ավել հավաքելով կամ թեկուզ մանդատ ունենալով, որը նպատակ չի, ընդհանրապես միջոց է, այլ մենք պետք է կարողանանք ընկալումը փոխենք նաև հասարակության մոտ, որովհետև եթե մեր ընկալումները մեր իրականության վերաբերյալ չփոխվեցին, եւ մենք շարունակ մեր սեփական անձնական խմբային շահի համար շարունակեցինք մանիպուլացնել հասարակությանը, մենք որևիցե լավ տեղ չեն գնալու երբեք։ Իսկ մինչ օրս քաղաքականությունը հիմնված է եղել բացառապես հանրային կարծիքը խեղաթյուրելու եւ մանիպուլացնելու վրա։ Մենք չենք գնացել այդ ճանապարհով, այսինքն հազարավոր մարդիկ, ովքեր որ մեզ քվեն տվել, պատկերացնում եք դա ինչ մեծ թիվ է, այն մարդիկ են, ովքեր որ խորապես պատկերացրել են խնդիրը, հրապուրված չեն եղել մանիպուլյացիաներով, գումարով, իշխանական լծակներով, մնացածով, այդ մարդիկ խորապես հասկացել են խնդիրը որն է, եւ այդ մարդկանց տված մեզ աջակցությունը ուղղակի անգին է, եւ այստեղ անգամ խոսք գնալ չի կարող, որ մենք կանգ առնենք ինչ-որ միտեղ։ Մենք այս ճանապարհը սկսել ենք եւ ստանձնել ենք մեր բաժին պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետությունում փոփոխությունների իրականացման համար։ Եվ մեզ տված այդքան ձենը մեզ հարյուրապատիկ, հազարապատիկ ավելի մեծ պատասխանատվությամբ է օժտում, որ մենք շարունակենք եւ ավարտին հասնենք, ինչ որ փուլի համար, ավարտին հասնենք այս ճանապարհը։ Լավ, երկու այսպես ձեր ձևակերպում մանիպուլացնել հասարակությանը, փաստորեն դուք ասում եք մենք չենք գնացել այդ ճանապարհով, 5000-ը դա մեր 5000-ն է։ Նշանակում է արդյոք, որ դուք այնպեսի գնահատական եք տալիս, որ հիմնականում քաղաքական ուժերը կամ նվազագույնը այն քաղաքական ուժերը, որոնք այսօր հաղթահարել են այդ անհրաժեշտ սահմանը, ձայները ստացել են, նրանք մանիպուլացնելով են հայտնվել ազգային ժողովում, իսկ դա իր հերթին նշանակում է հասարակությունը խաբված է։ Բնականաբար։ Եվ այս մանիպուլյացիան տեղի ունենում 30-ից ավել տարիներ։ Մանիպուլյացիան ինչումն է կայանում։ Տեսեք, մինչև մանիպուլյացիան հասարակությունը երբ է դառնում ավելի ընկալունակ մանիպուլյացիաների, երբ է դառնում մանիպուլյացիաների զոհ, երբ հասարակության եւ կենսամակարդակը
եւ կրթական եւ սոցիալական մակարդակը ընդհանուր առմամբ անկում է ապրում։ 30-ից ավել տարիների ընթացքում հայ հասարակությանը հետևողականորեն դեգրադացվել են, միտումնավոր, թե կրթական տեսանկյունից, թե գիտական, թե սոցիալական եւ թե բոլոր առումներով, այդ թվում նաեւ անարդարության մթնոլորտը գումարած դրան 30-ից ավել տարիներ։ Դրանից հետո այն օրակարգերը, որոնք որ տրամադրվել են հասարակությանը, հիմնականում դրա հիմքում ընկած է եղել անիրատեսական կամ խոստումները, կամ ֆինանսական մոտիվացիան, կամ ատելության խոսքը, կամ պարզունակ լուծումները, որոնք իրականության հետ որևիցե աղերս չունեն, եւ շարունակ հասարակությանը մղել են եւ հանգեցրել են եւ դրել են թակարդի մեջ, որտեղ մարդիկ ստիպված են եղել կատարել ընտրություն վատի ու վատագույնի միջև։ Դա ինչ-որ շերտ կարող է լինել, բայց դուք ընդհանուր եք ասում եք փաստորեն դեգրադացրել են հասարակությանը, նշանակում է հասարակությունը ամբողջապես դեգրադացված է։ Տեսեք, նախ երբ խոսում ենք երբ ես ասում եմ հասարակություն, ես ամենևին ինձ չեմ զատում հասարակությունից, սա շատ կարևոր է։ Ես երբ ասում եմ թեկուզ դեգրադացում, ես ինձ դրա մեջ եմ տեսնում, ես ինձ չեմ զատում հասարակության եւ դրանով տպավորություն չստեղծի, թե ես վիրավորում եմ հասարակությանը։ Ես արձանագրում եմ փաստը։ Եթե մենք չախտորոշենք խնդիրը, բուժում չենք կարող ունենալ։ Խնդիրը ախտորոշեք։ Խնդիրը պետք է կարողանանք ախտորոշենք։ Եվ ինչքան մենք փորձենք դրանից խուսափել, փորձելով թե ընդհանրացնենք պատկերը, փորձենք չվիրավորենք, թեպետ մենք որևիցե մեկը չենք էլ վիրավորում։ Մենք չենք կարողանալու ախտորոշենք խնդիրը։ Իրականությունը սա է։ Որն է այդ ախտորոշումը ձեր։ Դուք ասացիք ցածր պետք է լինի կրթական ցենզը, չգիտեմ, պետք է լինի, այսինքն որպեսի կարողանան մանիպուլացնել, պետք է լինի ցածր մակարդակը։ Եթե կրթական ցենզը ցածր չլինի, որևիցե մեկը հասարակությանը չի կարող միայն տալ ատելության օրակարգ։ Հասարակությանը չի կարող փրկություն խոստանալ, օրինակ հակարևմտականությամբ կամ հակառուսականությամբ, այսպիսի պարզունակ մոտեցումներով, հասարակությանը որևիցե մեկը չի կարող խոստանալ, որ գիտեք ինչ, ինձ մանդատ տվեք, ես կհարստարեմ այսինչ մարդուն եւ հաջորդ օրվա ինձ այդ գումարները կփոխանցեմ քեզ եւ դու լավ կապրես։ Եվ այսպես բազմաթիվ օրակարգեր, տասնյակ, հարյուրավոր, ինչքան խոսենք չի ավարտվի։ Հետևաբար սա համար ընկալունակ լինելու համար հասարակությունը պետք է լինի դեգրադացված, որը 30-ից ավել տարիներ հետևողականորեն արել են։ Եվ ընդհանրապես այս պարագայում երբ գալիս ենք մենք պետք է նաև մեր վերաիմաստավորենք մեր անկախությունը ընդհանրապես։ Ոչ թե հարցականի տակ դնենք, խնդրում եմ չշփոթել, անկախությունը մեր պետության համար գրեթե բացարձակ արժեք է։ Բայց ինչպես է ստացվում, որ մինչև անկախությունը գրեթե ինչ հասկացա։ Տեսեք։ Ինչու գրեթե, ինչի ոչ բացարձակ արժեք։ Ինչի համար, որովհետև անգամ պետությունը բացարձակ արժեք չի։ Ես ասում եմ քաղաքագիտորեն, դրա բար գրեթեն զգուշավորության համար ասացի, որովհետև պետությունը ազգի սպասարկող իրավական, սոցիալ իրավական, քաղաքական իրավական կառույց ու կազմակերպություն է, այսպես ասեմ։ Ինքնին պետությունը նպատակ չի։ Միջոց է, բայց այնքան կարևոր միջոց, որ անգամ ժամանակին Հեգելը ասում էր պետությունը մարդու կատարյալ ստեղծագործությունն է, այնքան կարևոր միջոց, որը հավասար է նպատակին։ Դրա համար ասացի, որ լավ, հետիկանք ասիկ վերաիմաստավորել։ Հիմա վերաիմաստավորենք։ Ինչպես է ստացվում, որ խորհրդային միության ժամանակ, երբ մենք չունենք անկախություն, հետեւաբար չունենք նաև ազգային անկախ ինստիտուտներ, մենք ունենք շատ ավելի լավ կրթություն, շատ ավելի ազգային գիտակցություն եւ անգամ ձևավորվել էր սերունդ, որը գիտակցում էր Արցախի կարևորությունը եւ ոչ միայն գիտակցում էր, այլ նաեւ ազատագրեց Արցախը։ Սերունդ։ Եվ հետո երբ մենք ունեցանք անկախություն, ունեցանք այնպիսի սերունդ կամ այնպիսի հասարակություն եւ այնպիսի իրավիճակ, որը հեշտությամբ հրաժարվեց անգամ Արցախից։ Միևնույն ժամանակ չունենալով կրթություն, չունենալով նաև ազգային ինքնություն եւ այսպես շարունակ անընդհատ դեգրադացվեց։ Այնինչ եթե դուք ունենում եք անկախ պետություն, հակառակը ձեզ այս դրական կոմպոնենտները պետք է երկրաչափական պրոգրեսիվ ավելի աճեն։ Հակառակ պարագայում, եթե դուք որպես ազգ եւ հասարակություն ավելի գիտակից չեք լինում, սոցիալապես ավելի լավ չեք ապրում, ավելի անվտանգ չեք լինում, ավելի արժանապատիվ չեք լինում, ավելի ամրապնդված չի լինում ձեր ազգային ինքնությունը, հետեւաբար ինչի համար է ձեզ պետք անկախ պետություն։ Այդ անկումը երբանից եք սկսում 91 թվականից, 94 թվականից, լավ այսպես ասենք, 94 թվականից, բայց վերջնական անկում, այսինքն ծիլերը կարեջանը, արմատները դրվեց, բայց ավելի հստակ այդ անկումը վերջնական իմ խորին համոզմամբ սկսվեց 99 թվականի հոկտեմբերի 27-ով։ Այդ ժամանակվանից
կտրուկ միանգամից անկումը։ Իսկ սրա ծիլերը դրվեցին առաջին նախագահի կողմից 94 թվականից սկսած, երբ ասացին, որ նախ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, որը գիտական առումով ավելի մեծ անհեթեթություն չկա։ Գիտական տեսանկյունից ավելի մեծ անգրագիտություն հնարավոր չի ասել, որովհետև դրան կան հատորներով գրականություն, պատմական վերջը պատմության մարդ պետք է մի քիչ ծանոթ լինի գիտական տեսանկյունից, որ հասկանա, որ դա անհեթեթություն է։ Եվ դրան հաջորդող ամենավտանգավոր եւ մահացու օրակարգը, որ ասացին, որ մեր ճակատագիրը այլևս մեզնից կախված չի։ Արցախի հարցում ասացին վերինացիաները որոշեն։ Սա վերինացիաներն են որոշելու։ Առաջին հերթին սա շատ ռացիոնալ խոսք է թվում, չէ՞ որ ասում են, գիտեք, ինչ մենք փոքր պետություն ենք, հետեւաբար պետք է նաեւ խոշոր պետությունները որոշեն, բայց սրանում է թաքնված քաղաքակրթական հանցագործությունը, որովհետեւ մենք դարեր շարունակ լինելով այդ հպատակային օրակարգի մեջ, որ մեր ճակատագրի մեջ մենք դերակատարում չունենք եւ մեր ճակատագիրը կախված է բոլորից, բայց ոչ երբեք մեզնից, եւ առաջին անգամ մենք կարողացանք մարտահրավեր նետել ընդհանուր նույնիսկ միջազգային կարգին ըստ էության, հա, որտեղ գիտեք շատերը շատ տարբեր գերտերություններ համաձայն չէին, այսպես ասեմ, հա, Արցախի ազատագրման հետ նաեւ։ Բայց կարողանալով նաեւ մենք այդ ժամանակ ինչ որտեղ նաեւ մարտահրավեր նետել, կարողացանք նաեւ ազատագրել Արցախը, ու այս ժամանակ մեր մոտ ձևավորվում էր այն գիտակցումը, որ իրականում մեր ճակատագրի գլխավոր եւ միակ պատասխանատուն մենք ենք։ Դա չի նշանակում, որ մենք ունենք ազդեցություն բոլորի վրա, բայց մեր ճակատագրի պատասխանատուն մենք ենք։ Մենք հպատակ չենք էության եւ կարողանում ենք փոխել պատմության ընթացքը, որովհետեւ ոչ մի տրամաբանությամբ մենք չպիտի կարողանանք ազատագրենք Արցախը, հայկական չպիտի լիներ։ Ոչ մի ռացիոնալ տրամաբանությամբ, եթե մարդիկ ծանոթ են այդ ժամանակաշրջանին։ Նույնիսկ գիտենք, մինչեւ 92-ից մինչեւ 3 թվականից ծանր վիճակում էին գտնվում եւ այսպես շարունակ։ Լավ, այդ պահից սկսած դուք համարում եք, որ սխալ ուղղությամբ գնաց։ Իսկ ներողություն, խոսքս ավարտեմ, դրանից հետո այդ ամենից հետո երբ մենք պետք է զարգացնենք եւ վերջնականապես դուրս գանք այդ հպատակի տրամաբանությունից, որ մեզ պետք է տերեր, հովանավորներ, մեր փոխարեն բոլորը որոշել են։ Արդեն այդ նախապայմանը կար, մենք տեսել ենք, որ դա կարող ենք անել։ Մենք էլ առաջին նախագահի գլխավորությամբ ասացին, որ դուք ձեր ճակատագրի դերակատարը չեք։ Վերինացիաները ինչպես որոշեն, այդպես էլ կլինի։ Բարի, եւ երկրորդ արդեն ձեր խոսքից դուրս բերեցի, դուք ասացիք, երբ որ ես հարցրեցի, մնում եք քաղաքականության մեջ, չնայած 36% եք հավաքել, շարունակում եք մնալ եւ շարունակելու եք աշխատել հանուն ինչի, դուք ասացիք փոփոխություններ կատարել Հայաստանում։ Ինչին են վերաբերում այդ փոփոխությունները։ Եթե ես ճիշտ հասկացա, առաջինը այն ինչի մասին դուք խոսում եք, դա գաղափարական գիտակցության մեջ փոփոխությունն է, երևի թե ես այդպես եմ հասկանում, եթե դեգրադացիայի մասին եք խոսում, հեշտ մանիպուլյացիայի տրվելու մասին եք դուք խոսում, ապա պետք է լինի գիտակցությունը։ Էլ ինչ փոփոխություն, որովհետև ստացվեց, որ ես ձեր փոխարեն ասեցի, ինչ փոփոխություններ նկատի ունեք դուք։ Մենք դեռ 2022 թվականից առաջ ենք քաշել շատ կարևոր օրակարգ, որը մինչ օրս սպասարկում ենք։ Եվ ես համոզված եմ, որ այդ օրակարգի միջոցով կարող է լինել միակ փոփոխությունը։ Ոչ թե դա իրականացնողը միայն մեկ է, այլ միայն այդ օրակարգի միջոցով է հնարավոր փոփոխություն իրականացնել։ Դա ինքնության հեղափոխությունն է կամ հեղափոխություն հանուն ինքնության, որը առաջին հերթին պետք է տեղի ունենա գիտակցության մեջ, հետո նոր փողոցում, բայց առաջինը գիտակցության մեջ։ Սա ենթադրում է խորքային վերաիմաստավորում եւ վերաարժևորում։ Առաջին հերթին, ընդհանրապես, ով ենք մենք, ինչ աշխարհում ենք ապրում, օբյեկտիվ իրականությունը, այդ աշխարհում ինչ խաղի կանոններ են գերակայում եւ որը պետք է լինի այս փոխվող աշխարհում մեր տեղն ու դերը։ Եթե այս գլոբալ հարցերի մենք չենք կարողանում պատասխանել, մենք մնալու ենք այս իշխանության եւ ընդհանրապես 30-ից ավել տարիներ ձգվող այս քաղաքական համակարգի ճիրաններում։ Մենք պետք է կարողանանք վերաիմաստավորենք եւ դուրս բրծնենք այս իրավիճակից։ Եվ սա կարող են անել բացառապես այն մարդիկ, ովքեր ունեն համարձակություն եւ կարողություն ազատ մտածելու, սա պատահական չի։ Մեր ժամանակահատվածում բոլորը կուլտիվացնում են ազատ խոսքը, չէ՞։ Ինչքան կարևոր է ազատ խոսքը։
բայց ազատ խոսքը չի կարևորը։ Ազատ խոսքը հետևանքն է։ Դուք պետք է առաջին հերթին ունենաք ազատ մտածողություն, ինքնուրույն մտածողություն, վերլուծական մտածողություն, որ դուք չտրվեք մանիպուլյացիաներին եւ անգամ ձեր կամքից անկախ չսպասարկեք այն օրակարգերը, որոնք ի սկզբանե ձերը չեն, ձեզ տրամադրված են եղել այդ օրակարգերը։ Հետեւաբար այդ փոփոխությունները կարող են անել մարդիկ, ովքեր թե գաղափարապես, թե ռեսուրսների, թե մնացած բոլոր առումներով անկախ են նախկին ներկա բոլոր վարչակարգերից, կրկնում եմ, թե մարդկային տեսանկյունից, թե գաղափարապես, թե ֆինանսապես եւ թե բոլոր առումներով եւ իրենցից միայն անկախ լինելը դա դեռ բավարար չի, սա անհրաժեշտ ոչ բավարար պայմանն է։ Պետք է խորապես կարողանան ընկալել մեր շուրջ տեղի ունեցող փոփոխությունները, պետք է կարողանան ըմբռնել ժամանակի ոգին։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Մենք մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում ապրում ենք դեռևս 21-րդ դարի այդ սկզբնահատվածում, նեղություն 20-րդ դարի վերջնահատվածում, 1990-ականներ եւ այլն։ Ամեն ինչ մեր շուրջ փոխվում է, անգամ բավականին հետաքրքիր ես մոտ 1 ամիս առաջ կարդացի ու բավականին երկար փորձում էի վերլուծել, ուսումնասիրել Հռոմի Պապի էնցիկլիկան։ Հրաշալի փաստաթուղթ։ Եթե ինչպես է ընդհանրապես արհեստական բանականություն, ինչ մարտահրավերներ են նետում, ինչ բարոյականության չափանիշներ, ինչ տրամաբանությամբ է փոխվում աշխարհը, ինչպես է դրան պետք է ընդհանրապես դիմակայել, դա բնականաբար այս իմպերատիվ փաստաթուղթ չի, բայց խոսքս նրա մասին է, որ անգամ կաթոլիկ եկեղեցին, Վատիկանը անգամ, այս խորքային փոփոխություններին արձագանքելու, adekvat արձագանքելու համար անգամ այդ էնցիկլիկան է։ Շնորհակալություն, հեղափոխություն հանուն ինքնության։ Իմ հարցը վերջ, ես հիմա հարցերի շարք եմ տալու, որի վերջը լինելու է պատվիրատունով է, հասարակությունը պատվիրում է, հասարակությունից է գալիս պահանջը այդ հեղափոխության, թե դա ինչ-որ վերնախավ է, որը մտածել է, ասենք կուսակցություն է օրինակ վերցնենք, չեմ ասում քաղաքական էլիտա, բայց ինչ-որ կուսակցության վերապահենք, դուք որոշել եք, որ հեղափոխությունը գիտակցության դուք եք անելու, օրինակ եմ ասում, վերևից թե ներքևից է գալիս պատվերը, բայց մինչ այդ ես հարցնեմ, Հայաստանը, դուք ասում եք Հայաստանում փոփոխություններ, Հայաստանը գնացք է, սլանում է, որովհետև իրադարձությունները սրընթաց են, դա ես ինչ-որ նորություն չեմ ասում, եւ այդ ընթացքում, երբ որ արևմուտքն է Հայաստանին փորձում շատ կոպիտ եմ ասում, Ռուսաստանը ասում է արևմուտքը քեզ իրենով է անում, մենք նեղվում ենք, ասում ենք Ռուսաստանն է Հայաստանին իրենով փորձում անել, այսպես պատռում ենք, իսկ մենք չգիտենք մենք ով ենք, ինչպես դուք եք ասում, մենք հələ մի պահ պետք է կանգնենք, հասկանանք մենք ով ենք, ուր պետք է գնանք, ոչ թե գնանք նրա հետևից ով մեզ քաշում է, տանում է, այլ մենք հակադրվենք այդ ընթացքներին, որովհետև ով որ տանում է, իր շահից ելնելով է տանում, ոչ թե քո շահից։ Ուրեմն պատկերավոր ներկայացրեցի գնացքը ընթանում է, եւ դուք հեղափոխություն եք ասում գաղափարական, հանուն ինքնության։ Պետք է կանգնի այդ գնացքը, պետք է ինչ պայմաններում է հնարավոր այդ գաղափարական հեղափոխությունը, որ պայմաններում այս սրընթաց գնացքի ընթացքում հնարավոր է դա անել, թե դա եւ նորից հետ եմ գալիս իմ ամենաառաջին հարցին, պատվիրատուն կա։ Լսեք, գնացքը երբեք կանգնեցնել հնարավոր չի, դա նույնն է ոնց որ մենք փորձենք կանգնեցնել ժամանակը։ Ժամանակը ընթանում է, դրա համար ես ասացի քիչ առաջ, որ պետք է կարողանալ ըմբռնել ժամանակի ոգին։ Ով պետք է բռնի։ Սա էլիտան, բացառապես էլիտան։ Այնուամենայնիվ էլիտան։ Բացառապես, սա պատմական ճշմարտություն է։ Ես չեմ փորձելու այստեղ ժողովրդը հաջող խոսքեր ասել, գիտեք, պետք է ժողովուրդը ըմբռնի եւ այլն։ Պատմության մեջ չի եղել գեթ մեկ փոփոխություն, որը նախաձեռնվել է ժողովրդի կողմից կամ հասարակության կամ զանգվածների կողմից։ Իհարկե էլիտաները դուրս են գալիս ժողովրդի ծոցից, որպես այդպեսին, բայց երբեք պատմականորեն չի եղել ինչ-որ մի process առաջնորդեն, որպես այդպեսին ժողովուրդները լինում են միշտ առաջնորդներ, միշտ էլիտաներ։ Տեսել եք պատմության մեջ ինչ-որ մի process, որը չունենա առաջնորդ, ուղղակի լինի անդեմ
զանգված, չկա այդպիսի բան։ Դրա համար կա էլիտաներ։ Էլիտաներն են միակ պատմականորեն պատմության ավանգարդը, շարժիչ ուժը, այդ գնացքը, լոկոմոտիվը, ուրիշ որևիցե մեկը չկա, էլիտա։ Էլիտան կարող է պարտադրել հասարակությանը ինչ որ գաղափարներ, որը հասարակությունը պատրաստ չէ այդ գաղափարները ընդունելուն։ Ոչ միայն կարող է, այլ պարտավոր է, եթե այն բխում է հասարակության շահերից։ Էլիտայի կարծիքով։ Այո, բնականաբար։ Էլիտայի կարծիքով, էլիտայի համոզմունքով։ Եվ այստեղ է դրա համար պետք շեշտել ազգային էլիտա ասվածը։ Այդ էլիտան ազգային է, թե ոչ։ Ով է գնահատում։ Միմիայն ժամանակն ու արդյունքը։ Ուրիշ որևիցե մեկը չի կարող։ Կամ այլ մարդիկ, ովքեր կարող են առավելագույնս գնահատական տան, բայց միայն արձանագրված արդյունքով է դա։ Էլիտայի իրականացած գործունեությունը, քաղաքականությունը բխել է ազգի եւ պետության շահերից, թե ոչ։ Իր իրականացած քաղաքականության արդյունքում հասարակություն եւ ազգը դարձել է արդյոք ավելի կենսունակ, թե ոչ։ Ուրեմն այսօր ամենամեծ ճգնաժամերից մեկը իմաստի ճգնաժամն է։ Մեզ մոտ այսօր եւ ընդհանրապես սա հետխորհրդային տարածքում եւ նաեւ չզարգացած պետությունների մոտ ամենալուրջ ճգնաժամերից մեկն է։ Մենք այլևս իմաստ չունենք։ Նորից Մարդը իմաստ արտադրող էակ է։ Կուշտ ապրելը երբեք իմաստ չի կարող լինել։ Մարդու համար, որը կենթանուց տարբերվում է, հա, ունենալով բանականություն եւ այլն, չէ, անգամ հոգեվոր աշխարհ եւ այսպես շատ տարբերակիչներով։ Հենց դա է։ Այսինքն կյանքի իմաստը։ Այո, կյանքի իմաստ։ Իմաստը ամենակարևորն է եւ սա պատական չեմ ասում, այսօր իմաստի ճգնաժամ է, բայց ամենադժվար բանը ոչ թե իմաստ ձևավորելն է, այլ իմաստի նկատմամբ պահանջմունք ձևավորելն է։ Հասարակությանը պատրաստվել է այն, ինչ ասում եմ։ Բայց սա բացառապես էլիտաների խնդիրն է։ Այն ինչի մասին երբ ես խոսեցի ինքնության հեղափոխությունը եւ այլը, էլիտան հասարակությունը դրա արդյունքները պետք է քաղի եւ կքաղի դրա արդյունքները։ Բայց ինքը այդ process իրականացնողը չի կարող ունել։ Առանց հասարակության հեղափոխություն է կանոնը։ Դրանք լինելու են էլիտաներ, ովքեր այդ գաղափարները տրամադրելու են հասարակության եւ հասարակությունը դրա կրողն է լինելու։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ եթե հիմա այն առաջնորդվենք նրանով թե այս բան ինչ է ուզում հասարակությունը, մենք մտնելու ենք փակ ցիկլի մեջ, որովհետեւ հասարակության անընդհատ 30 տարի տրամադրվել է միայն պայմանական, հա, չգիտեմ, ատելության օրակարգը, տրամադրվել է, չգիտեմ, հարստահարելու օրակարգը, լավ ապրելու վերաբերյալ ամբողջությամբ այլ չափանիշներ են տրամադրված, որտեղ որ կարող է, այսպես ասած, հա, չգիտեմ, ոգեղենությունը իսպար հանված է դրանից։ Այսինքն եթե մենք անընդհատ այդ պահանջները սպասարկենք, որ 30 տարի տրամադրվել է հենց նույն վերնախավի կողմից հասարակությանը, մենք այս ցիկլը անընդհատ կրկնելու ենք։ Դրա համար պետք է այս շրջափուլից դուրս էլիտաներ լինեն, որոնք կտրամադրեն ամբողջությամբ այլ պահանջմունքներ հասարակությանը։ Դա գիտեք ինչի է նման։ Պատկերացրեք յուրաքանչյուր հասարակություն, օրինակ իր համար կենսական անհրաժեշտություն է էլեկտրաէներգիան, չէ՞, լույսը։ Սովորական որ լույս ունենա, որտեղ իր կենցաղի համար ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Որ պատկերացրեք ինչի մասն եմ ասում, հա, տարբերությունը։ Սովորական հասարակ քաղաքացուն ընդհանրապես պետք չի կպատկերացնի այդ հոսանք իրեն որտեղից է գալիս։ Բայց այն մարդիկ, ովքեր այդ հոսանքը պիտի տրամադրեն, հոսանքով պետք է ապահովեն հասարակություն եւ ընդհանրապես քաղաքները, իրենք պետք է կարողանան հասկանան ինչ է ուրանը, ինչ է ատոմակայանը, պայմանական թե դա ատոմային էներգիա է։ Հասարակությունը պետք է օգտագործի այդ հոսանքը։ Այո, բայց եթե հասարակությունը ընդհանրապես տեղյակ չի, որ կարող է լույս ունենալ եւ ինքը միայն մոմի կամ ճրագին է սովոր, պետք է էլիտան կարողանա ասի, որ այստեղ նաև հնարավոր է դու ունենաս այդ լույսը։ Շնորհակալ եմ։ Դուք ձեր կուսակցության անդամներով գուցե եւ դաշնակիցներ ձեռք բերեք, դուք ձեզ այդ էլիտան եք զգում, որ դուք կարող եք այդ դերը ստանձնել եւ այդ փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում իրականացնել։ Մենք հավակնում ենք դառնալ էլիտան։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում էլիտա չկա, գոյություն չունի եւ մենք 30 տարուց ավել քաղաքական էլիտա չենք ունեցել։ Մենք ունեցել ենք վերնախավ, դա շատ տարբեր է։ Մարդիկ, ովքեր ինչ-ինչ միջոցներով կամ իրավիճակի բերումով հայտնվել են քաղաքական բուրգի գագաթին կամ սոցիալական բուրգի գագաթին, ունեցել են իշխանություն, բայց դա նրանց դեռ էլիտա չի դարձնում։
Էլիտան ազգային արժեքի կրողն է, ռազմավարական մտածողություն ունեցողն է, ռազմավարական պլանավորում իրականացնողն է, պատասխանատվություն ստանձնողն է եւ ամենակարևորը արդյունքը գրանցողն է, էլիտան սա է։ Եթե ես խորիմաստ մտքեր եմ ասում, դա դեռ չի նշանակում, որ ես էլիտա եմ։ Եթե ես ունեմ օրինակ հրաշալի ինտելեկտ կամ լավ տիրապետում եմ իմ մասնագիտությանը, պատմությանը կամ անգամ գիտեմ, թե ինչ ճանապարհներով է հնարավոր երկիրը ոտի կանգնեցնել, դա ինձ դեռ էլիտա չի դարձնում։ Ինձ էլիտա կդարձնի այն, երբ ես կկարողանամ գրանցել արդյունք։ Էլիտան արդյունք գրանցելու մասին է, քանի դեռ այդ արդյունքը չկա, որևիցե մեկը չի կարող ասել, որ ես էլիտա եմ։ Դրա համար ես ասում եմ, ես եւ մենք ընդհանրապես հավակնում ենք դառնալ այդ էլիտան, որը կգրանցի այդ արդյունքը, եւ ես ավելի քան համոզված եմ, որ դա կհաջողվի։ Այս պատմական շրջափուլը այլևս փակվում է։ Հետխորհրդային իներցիան, քաղաքական այդ սերնդափոխությունը արդեն տեղի է ունենում, սկիզբը դրված է, այդ իներցիան արդեն մարել է 30-ից ավել տարիների այդ սերնդի իներցիան այլևս մարել է։ Հին այլևս չկա, նորը դեռ չի ձևավորվել, այդ նորը անպայման ձևավորվելու է, որը չի լինելու միայն դրա հիմնական բաղադրիչը երիտասարդ մարդիկ, լինելու այդ նոր միտքը, նոր գաղափարը եւ այն մարդիկ, ովքեր պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը։ Այսպիսով փորձում եմ ամփոփել տեսական այդ ձեր տեսությունը, թե ինչպիսի փոփոխություն պետք է արվի Հայաստանում, անգամ անվանում դուք տվեցիք, ասացիք հեղափոխություն հանուն ինքնության, այսպիսի ձևակերպում էր։ Դա տեսական է, բայց դուք ասում եք մենք պետք է գործնականում իրագործենք, անգամ խոսելը կամ հասկանալը ինչպես անել դա բավարար չէ, պետք է անես։ Անելուց հետո գործնականում, եթե հասնես արդյունքին, նոր կարող ես խոսել այն մասին, որ դու դե էլիտա բառը թարգմանվում է որպես վերնախավ, բայց դուք ասում եք ավելի վեհ վերնախավ, ավելի ազնիվ, ավելի արդյունավետ վերնախավ եք ուզում դառնալ։ Իրականում տարբերություն կա վերնախավի էլիտայի միջև, բայց նոր այդ դեպքում դուք կարող եք համենայն դեպս դուք տեսականորեն ներկայացրեցիք ձեր գաղափարները կուսակցության, ուղենիշը կուսակցության եւ հայտարարեցիք, գուցե ուրիշ տեղել եք հայտարարել, բայց համենայն դեպս այսօր հաղորդման ընթացքում հայտարարեցիք, որ դուք ի գործ եք անցնելու եւ այդ գաղափարը պետք է իրագործեք։ Մենք խոսեցինք հասարակության դերի մասին, կարծես թե դուք հասարակությանը քիչ դեր եք վերապահում, ավելի շատ համարում եք, որ դուք ծանրությունը ամբողջովին թե վերցնում եք ձեզ վրա։ Չէ, ներողություն եմ խնդրում այստեղ ընդհատեմ, ոչ թե հասարակությանը քիչ դեր ենք վերապահում, տեսեք, հակառակը մեզ համար հասարակությունը միակ իշխանության աղբյուրն է, միակ, այսինքն փոփոխությունների աղբյուրն է, մենք ոչ ակնկալում ենք դրսից, ոչ ակնկալում ենք այդ տեղերից, այսինքն դրա հիմքում պետք է ընկած լինի հասարակությունը։ Ես խոսում եմ ընդհանրապես առաջին փուլի մասին, այսինքն այդ գաղափարը կրողներ կամ էլիտաներ կամ պոտենցիալ էլիտաներ պետք է մարդիկ լինեն, ովքեր կկարողանան տարածել այդ համոզմունքներ եւ այդ մոտեցումները։ Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, հա, ընդհանրապես դրա մասին չի, բայց պատկերացրեք քրիստոնեությունը ինչպես է տարածվել։ 1 րոպեվա ընթացքում մարդը չի վերկացել ասել ու միանգամից դա տարածվել չէ։ Այո, տեսեք, այ տրամաբանությունն եմ ասում, չէ, եղել են առաքյալներ, ովքեր դրա կրողն են եղել, հետո ավելի շատ, հետո տարածվել է։ Այս տրամաբանությամբ կարող է միայն արվել։ Ուրիշ տարբերակ հնարավոր չի։ Այն մոտեցումները, որ մարդիկ ուղղակի վերենք օրը 24 ժամ լայվ են մտնում ինչ-որ բաներից են խոսում, հա իհարկե դա կարող է ազդել ինչ-որ մի կերպ, բայց պետք է լինեն մարդիկ, ովքեր դրա կրողն են, խորապես պատկերացնում են իրավիճակը, որտեղ մենք հայտնվում ենք։ Նաև հասարակության հետ են աշխատում։ Ուրիշ կերպ հնարավոր չի, այսինքն այդ ուժը եւ մնացածը թաքնված է հասարակության մեջ։ Ես առաջին փուլի մասն եմ ասում, որ այստեղ հասարակությունը չունի։ Լավ էր, որ դա այդ ճշտումը մտցվեց, որովհետև ես տարբեր ձևերով փորձում եի հասկանալ հասարակության տեղը եւ դերը ձեր այդ գաղափարախոսության մեջ, եւ դուք ասում եք արդյունք կլինի, նոր մենք կարող ենք արձանագրել, որ մեզ մոտ, որ մենք էլիտա ենք։ Բարի, երբ որ մենք խոսեցինք այդ գնացքի մասին, որ ընթանում է, այդպես չէ, որ դու կանգնես, հանգիստ պայմաններում ձևավորես այդ քո գաղափարախոսության փուլերը, քայլերը եւ այլն, գնացքը ընթանում է եւ Փաշինյանը նույն բանն է ասում է, տեսեք, ես եմ էլիտան, որովհետեւ ես ձեզ գոնե խաղաղություն եմ ապահովել,
պայմաններ եմ ապահովել, որպեսզի դուք կարողանաք սրա մասին մտածեք, կրթության մասին մտածեք, չգիտեմ, այնտեղ ակադեմիական ինչ-որ քաղաք է սարքում, սա եմ անում, նա եմ անում, ես եմ տալիս ձեզ այդ արդյունքը, դուք ինչի եք ժողովրդավարական համախմբում կուսակցություն համարում, որ դուք ինչ-որ նոր բան պետք է անեք, ես արել եմ, ես էլ տալիս եմ այդ արդյունքը, գովազդից հետո մենք փորձենք հասկանալ, ինչ արդյունք է տվել Փաշինյանը այսօր, որը հավակնում է լինել վերնախավ, քաղաքական վերնախավ, ինքը եւ նրանք, ովքեր այսօր ազգային ժողովում են, նրանք են, չէ, վերնախավը։ Նրանք ինչ են առաջարկում հանրությանը իրենք եւ ինչու է Սուրեն Պետրոսյանը որպես ղեկավար ժողովրդավարական համախմբման կուսակցության համարում, որ այստեղ հեղափոխության անհրաժեշտություն կա։ Գովազդից հետո։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայաստանի ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ։ Եվ այսպես, պարոն Պետրոսյան, Փաշինյանը եւ բոլոր ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը եւ երևի թե պատգամավորները նույնպես համարում են, որ իրենք քաղաքական էլիտա են եւ Փաշինյանը ասում է, ես ձեզ խաղաղություն եմ բերել, հայ ժողովուրդ։ Ինչ եք դրանից ավել ուզում։ Մեր իրականությունը առաջին հերթին բնականաբար իդեմս իշխանության եւ նաեւ հավասարաչափ պարլամենտական անդիմության դասագրքային օրինակ է, դասագրքային, թե ինչպիսին չի կարող լինել էլիտան։ Դասագրքային, որ կարելի է ուղղակի, ես ասում եմ սա որպես էլիտոլոգ, ես մասնագիտությամբ հենց էլիտոլոգ եմ, իմ դիսերտացիայի թեման հենց էլիտաներն են։
Դասագրքային օրինակ է կրկնում եմ, թե ինչպես չի կարող, ոչ թե չպետք է լինի, այլ չի կարող լինել Դեմա էլիտար։ պետք է բացեք հասկանանք ինչ Հիշում եք նկատի ունեք։ նախորդ խոսքում ես ասացի իմաստ։ Ցավոք, այսօր Հայաստանում միակ քաղաքական օրակարգ առաջ բերողը դա Նիկոլ Փաշինյանն է։ Միակ պարլամենտական անդիմությունը բնականաբար սպասարկում է այդ օրակարգը շատ ավելի լավ, քան Նիկոլ Փաշինյանը կարող էր անգամ պատկերացնել, իր թիմակիցները այդքան չեն սպասարկում, ինչքան պարլամենտական անդիմությունը, բայց համաձայն այդ օրակարգի եւ այդ օրակարգի մեջ դրված իմաստի մեր միակ նպատակը կուշտ ապրելն է։ Մարդը կենսաբանորեն ինքը ոգեղեն, կենսաբանորեն անգամ չի կարող սահմանափակվել կուշտ ապրելով, մարդը ոգեղեն էակ է, աստվածային էակ է, բայց չտանենք, հա, մարդիկ չհանկարծ չասեն հոգևոր ուղղությամբ եք տանում։ Չեք, եթե դուք ներկայացնում եք ձեր նպատակը միայն կուշտ ապրել, այ ուրեմն Նիկոլ Փաշինյանը կարող է այդ նպատակը սպասարկել։ Ազգային նվաստացմամբ կլինի, ստորացմամբ կլինի, հայրենիքի գիտակցման իսպառ բացակայությամբ կլինի, հակապետական գործունեությամբ կլինի, մնացածով իհարկե կարողանում է սպասարկել այդ օրակարգը։ Եվ եթե շարունակենք Նիկոլ Փաշինյանի օրակարգը, կարող ենք ասել, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը մեզ ընդհանրապես պետք չէ տրամաբանությամբ։ Եթե մերժվում է հայրենիքի գաղափարը, ինչպես արդեն ասեցի, ազգային ինքնությունը, արժանապատվությունը, ժառանգականությունը, պատմությունը եւ մնացածը, ապա մեզ պետություն ինչներից է պետք։ Ինչ որ մեկը մտածում է, որ մենք Հայաստանում զուտ տնտեսական առումով, զուտ կուշտ ապրելու տեսանկյունից շատ ավելի լավ կարող ենք ապրել, քան Շվեյցարիայում, դες մարդ կա, որ այդ հեքիաթներին կարող է հավատալ։ Իհարկե ոչ։ Եթե մեր խնդիրը միայն կուշտ ապրել է, ապա մեզ ի՞նչն է ստիպում, որ մենք մնանք Հայաստանում։ Շենացնենք հողը, ապրենք այստեղ, արարենք եւ այլն եւ այլն։ Ի՞նչն է մեզ ստիպում։ Հետևաբար նորից ես հետ եմ գալիս այն խոսքին իմաստի ճգնաժամը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է մի ամբողջ ժողովրդի եւ հասարակության համար որպես իմաստ ուղակի սոված չմնալը։ Այն էլ սրանում էլ է թերանում, այնպես որ ամբողջ հասարակությունը կուշտ է ապրում։ Բայց պետությունը ամբողջությամբ այլ նպատակ ունի։ Պետությունը սեփական տեսակի համար առավել բարենպաստ պայմանների ձևավորելու համար է, որտեղ այդ տեսակը կլինի կունենա արժանապատվություն, կունենա ազգային ինքնություն, կգերակայի իր մշակույթը, իր վերարտադրության, ապրելու եւ մնացածի համար առավել բարենպաստ պայմաններ կլինի։ Այս մշակութային կոմպոնենտը այստեղ առանցքային է։ Եթե սրանք մենք դուրս ենք հանում, կրկնում եմ, պետության իմաստը կորում է։ Դրա համար ես ասացի, որ մենք խնդիր ունենք առաջին հերթին ձևավորելու պահանջարկ իմաստի նկատմամբ եւ հետո նոր իմաստ ձևավորել։ Չի կարող որևիցե մարդ չի կարող ապրել առանց արժանապատվության։ Գիտեք ինչի է նման այս օրակարգը։ Պատկերացրեք ինչ որ մեկին ասեն դու տանը կուշտ կապրես, քո տանը, քո սառնանը լի է ամեն ինչով, ինչ ուզես, թեպետ այդպես էլ չի հիմա։ Բայց հենց դու քո շքամուտքից դուրս եկար, քեզ յուրաքանչյուր տեսնող կամ հայհոյելու է, կամ էլ ապտակելու է, կամ լավ ապտակելն էլ հանենք, որտեղ ասում են խաղաղություն է, ռազմական գործողություններ չկան։ Յուրաքանչյուր քեզ հանդիպող, քեզ վերաբերվելու է կամարանքով կամ հայհոյելու է։ Քանի հոգի կարող է այդպես ապրել 1 տարուց ավել։ Մենց այստեղ է խնդիրը թաքնված։ Ձեր հարցազրույցներից մեկում դուք ասել եք հետևյալը, այս նույն թեմայի շարունակությունն է, ձեր նույն մտքերն են, պարզապես ուրիշ կողմից ենք մոտենում։ Դուք ասում եք հաջողելու բանալին, բանաձևը ներողություն, հաջողելու բանաձևը մեկն է։ Էլիտա է վերհանում եւ մեկտեղում միասնական գաղափարի շուրջ։ Այստեղ էլիտայի վերհանումը դեռ հիմա չեմ դրա վրա կենտրոնանա, ավելի շուտ կուզեմ իմանալ այդ միասնական մեկտեղում միասնական գաղափարի շուրջ, այդ որ գաղափարը կարող է լինել միասնական այս պառակտված հասարակության մեջ։ Դրա համար այդտեղ դրա նախորդում է էլիտաների վերհանում։ Հիշում եք իմ նախորդ խոսքում ես ասացի, որ ովքեր որ հավակնում է լինել էլիտաներով կամ ովքեր կարող են փոփոխություններ իրականացնել, դրանք այն մարդիկ պետք է լինեն, ովքեր կապանքներից դուրս են նախկին ներկա բոլոր իշխանությունների, թե գաղափարապես, թե ազդեցության տեսանկյունից, թե ֆինանսական, թե մնացած բոլոր առումներով։
Այսինքն սրանք մարդիկ են, ովքեր որ ունեն այլ տեսլական, հիմնավորված տեսլական, որը բխում է մեր ազգային շահերից, մեր կենսունակությունից։ Այստեղ բնականաբար բոլորը միակարծիք չեն կարող լինել, բայց այն մարդիկ ի սկզբանե, ովքեր դուրս են այս կապանքներից եւ ունեն այդ պատկերացումները եւ ունեն նաեւ պատասխանատվության զգացումը, որ իրենք պետք է մաս կազմեն այդ process-ի, պետք է կարողանան միմյանց հետ հարաբերվել եւ շփվել։ Միմյանց հետ թրծել նաեւ այդ մոտեցումները, թե ինչ ճանապարհով եւ ուր պետք է գնա պետությունը։ Առանց այս քննարկումների, առանց այս մեկտեղումների որևիցե բան տեսականորեն անգամ լինել հնարավոր չի։ Եվ մեր գերխնդիրը նաև կարողանալ նման մարդկանց վերհանել։ Հակառակ պարագայում մենք մնալու ենք այս փակ շրջափուլի մեջ։ Իսկ այդպիսի մարդիկ հավատացած եղեք շատ կան։ Ուղղակի այդ գործընթացը պետք է ավելի մասշտաբային սկսել, որ այդ մարդիկ նաև այդ կանչը լսեն։ Կանչը պետք է տալ, որ այսպիսի պահանջարկ կա։ Կանչ կա այսպիսի եւ այդ մարդկանց հետ սկսվի տարբեր քննարկումներ մինչեւ կարծրացում։ Բայց կարևորագույն պայմանը միասնական գաղափարն է։ Որն է դա։ Պետք է ձևավորվի այդ միասնական գաղափարը։ Իմ համար, մեր կարծում եմ դա բոլորի համար է այդպես։ Միասնական գաղափարը հայկական պետություն ունենալը պետք է լինի։ Պետություն, որ իր էությամբ ոչ թե ձևով միայն սահմանադրությամբ, այլ իր բովանդակությամբ հայկական պետք է լինի։ Հայկական պետությունը նաև շատ երկար ժամանակ ընկած է գաղափարը մեր կուսակցության այդպես գործունեության հիմքում։ Ինչ ենք ուզում, երբ ասում են, լավ մենք ինչ ենք ուզում, ես ուզում եմ հայկական պետություն, որտեղ ես կլինեմ կենսունակ։ Իմ ինքնությունը, իմ տեսակը կլինի առավել անվտանգ։ Պետությունը կսպասարկի առաջին հերթին իմ տեսակի շահերը։ Այն ինչ ինձ դարձնում է ավելի կենսունակ, ինձ դարձնում է ավելի բարգավաճ, ինձ դարձնում է, չգիտեմ, զարգացող եւ այլն եւ այլն։ Իսկ դրա կոմպոնենտները այսպես տեսականորեն չեն, հա, դրանք շատ չափելի եւ շատ հստակ են։ Անվտանգության հետ է առնչվում ձեր խոսքը։ Բնականաբար, անվտանգությունից սկսած մինչեւ շատ տարբեր կոմպոնենտներ։ Դե Ներողություն, անվտանգային տեսանկյունից, տեսեք, մեր իրականության մեջ, սա բացի թողել, մեր իրականությունում, երբ ասում են անվտանգություն, մարդիկ պատկերացնում են միայն ֆիզիկական անվտանգություն, երբ որ ձեր վրա կրակում են։ Անվտանգության տեսանկյունից այսօր ցանկացած զարգացած պետության համար անվտանգային համակարգի ամենամեծ կոմպոնենտը հոգևոր անվտանգությունն է, ոչ թե հոգևորականի, այլ հոգևոր անվտանգությունը, որի հիմքում ընկած է ինքնությունը։ Դրա համար այսօր ամբողջ աշխարհում գերազոր պետություններ իրականացնում են ինքնության քաղաքականություն, identity politics։ Սա ինչով է պայմանավորված։ Եթե դուք չունեք ինքնություն, հոգևոր անվտանգություն ձեր խարխլված է, այսինքն դուք չունեք նաև ինքնանույնականացում։ Ես ինչքանով եմ ինձ նույնականացնում իմ հայրենիքի հետ, իմ ինքնության հետ, ազգային ինքնության հետ, ինչքանով եմ ինձ նույնականացնում իմ պետության հետ։ Եվ եթե ես չունեմ այս ինքնանույնականացման խորքային համակարգերը, եթե իմ պետության դեմ հարձակում լինի, որը ես պետք է ֆիզիկապես պաշտպանեմ, չէ՞, ես դրա իմաստը չեմ գտնելու, ինչի համար ես պիտի դա պաշտպանեմ։ Որովհետև այդ հողի հետ ես որևիցե կապվածություն չեմ ունենալու։ Ոչ հոգևոր, ոչ մի առումով։ Գլոբալիզացիա եւ ազգային, տեսեք, այս առումով ինչքան կարևոր է հոգևոր անվտանգություն, որովհետև եթե հոգևոր անվտանգություն չեղավ, դուք չեք կարող ֆիզիկական անվտանգություն սպասարկել, որովհետև այն մարդը, որ պետք է ֆիզիկական անվտանգություն երաշխավորի սահմանին, ինքը չի ունենալու այդ պատճառը, ինչի պիտի ինքը իր սահմանը պաշտպանի, որովհետև իր համար գերնպատակ լինելու կուրսանվել, ինքը ասում է, ես կարող եմ ստեղից դուրս գամ, գնամ օրինակ արտագաղթեմ Ամերիկա կամ արտագաղթեմ այլ երկր, այնտեղ էլ ես ինչի պետք է կռվեմ։ Իսկ դուք ֆիզիկական անվտանգություն չեք կարող ունենալ առանց հոգևոր անվտանգության։ Եթե դուք չունեք այդ գիտակցությունը, չունեք այդ ինքնությունը, չունեք այդ արժե համակարգը, եւ այսպես շարունակ։ Գաղափարական անվտանգություն, գիտակցական, չգիտեմ, հա։ Դա կոչվում է հոգևոր անվտանգություն։ Հոգևոր անվտանգություն։ Spirituality կամ ասում են ռուսերեն դуховная безопасность։ Ես բերեցի երկու հարց էստեղ ունեմ, մեկը գլոբալիզացիա եւ ազգային պատկանելիություն։ Արդյոք աշխարհը չի գնում դեպի մերժելը ազգային պատկանելիության դեպի գլոբալիզացիա եւ արդյոք մենք դրա զոհը չենք դառնում։ Իսկ ի սկզբանե գլոբալիզացիան կեղծ տեսություն եւ կեղծ օրակարգ եղել են մարդիկ, ովքեր ուղակի
դրա մասին շատ խոսում են կամ փառաբանում են, նրանք անգամ պատկերացում չեն ունեցել, որտեղից է գալիս գլոբալիզացիա, կամ ընդհանրապես ինչ է կոսմոպոլիտիզմ եւ դրա մասին շատ խոսում են։ Օրինակ կոսմոպոլիտիզմից սկսեմ շատ կարճ, հա, երկու բառ ասել։ Ուրեմն կոսմոպոլիտիզմը գիտության մեջ շատ ավելի խորքային իմպլեմենտացիան մեկնությունը կոսմոպոլիտիզմի։ Ոչ թե անհայրենիքությունն է, ինչպես այսօր պատկերացնում են, ասում են դե ես կոսմոպոլիտ եմ, այսինքն հայրենիք չունեմ։ Ինձ համար ամեն ինչ նորմալ է։ Այլ կոսմոպոլիտիզմը նախկինում անհայտի բացահայտումն է այլ մշակույթների միջոցով։ Այսինքն ճանաչողության մասին է եւ ոչ թե անհայրենիքության մասին կոսմոպոլիտիզմը։ Հետո դա բնականաբար տրանսֆորմացվում, բերում նույնականացվում է անհայրենիքության հետ։ Բայց նախկինում անհայտի բացահայտումը այլ մշակույթների միջոցով, այսինքն ճանաչողության մասին է, որը չի մերժում քո սեփական ինքնությունը։ Բայց գլոբալիզմը որպես այդպեսին ինքը կեղծ օրակարգ է եւ չկա մեկ անգամ փաստ պատմական առում, որտեղ գլոբալիզացիան այս տարիների ընթացքում ունեցել է հաջողություն։ Գլոբալիզացիան ունեցել է երկու հիմնականում, հա, երկու ճյուղ՝ տնտեսական գլոբալիզացիա եւ մշակութային գլոբալիզացիա։ Տնտեսական գլոբալիզացիան այդ փոխկապակցվածությունն է տնտեսական համակարգերի եւ աշխարհի տարբեր պետությունների միջև, ճիշտ է, որը տեղի ունեցել։ Տնտեսական գլոբալիզացիա կա, բայց մեզ պարտադրվածը եղել է առաջին հերթին մշակութային գլոբալիզացիա, որը այդպիսի բան իրականում տեղի ունենալ չի կարող։ Հազարավոր էջերով անգամ գրականություն կա էմպիրիկ փաստերով, որ մարդը մշակութային տեսանկյունից կոնվերգենցիայի մոտարկման չի գնում, ինքը կարող է հրաժարվել իր սեփականից, բայց այդ նորը չի որդեգրում, մշակութային մոտարկում տեղի չի ունենում, կարող դուք սերունդներով նույն միջավայրում ապրեք, այդպես լինի, բայց պետությունների միջև այդ մշակութային մոտարկումը երբեք տեղի չի ունենում։ Դուք գիտականորեն փաստարկված առանց էմոցիոնալ խոսքի մեկ օրինակ չեք կարող բերել, որ աշխարհում այս ժամանակահատվածում տեղի ունեցել մշակութային գլոբալիզացիա, այսինքն տնտեսականից դուրս մնացածը համարենք մշակութային։ Իսկ տնտեսական բնականաբար եղել է, այն էլ այս իրավիճակում այդ տնտեսական գլոբալիզացիան էլ չկա, հակառակը գնում է գլոկալիզացիա։ Մենք տեսնում ենք, հա, աշխարհում տարբեր բլոկներ դեռևս չեն ձևավորվել, չէ՞, բայց Չինաստանը ամբողջությամբ այլ դիրքավորում ունի տնտեսական առումով, տնտեսական պատերազմների առաջամարտիկ է այսօր Չինաստանը։ Հնդկաստանը դեռ, հա, մի փոքր այլ իրավիճակում է գտնվում, Իրանն ենք տեսնում, Ռուսաստանն ենք տեսնում, Միացյալ Նահանգներն ենք տեսնում, Միացյալ Նահանգներից դուրս տեսնում ենք Եվրոպան։ Եթե ժամանակին կար մեկ Եվրոպա, ժամանակին կար մեկ արևմուտք, երկու Եվրոպա, այսօր կա մեկ Եվրոպա, երկու արևմուտք։ Մշակութային ինքնապաշտպանության մասին նաև դուք խոսում եք, ըստ երևույթին, եւ տնտեսության ինքնապաշտպանության եւ մշակութային, նույնը ասենք թե այդ փակված հասարակությունները, նրանք թույլ չեն տալիս գլոբալիզացիան ներթափանցի, նույն Չինաստանն եք ասում, նույն Իրանը, նրանք փակ են, նրանք պահում են իրենց մշակութային արժեքները եւ իրենց մշակութային պատմությունը։ Հայաստանը բաց է, Հայաստանը կարողանում է այդ պահպանողականությունը ապահովել եւ արդյոք այդ պահպանողականությունը անհրաժեշտ է մշակույթի հարցում։ Տեսեք, շատ կարևոր թեմա է անդրադարձակ, բայց Չինաստանի օրինակին այդքան էլ համաձայն չեմ, որտեղ պատմականորեն եթե նայեք 45 թվականից հետո, աշխարհի երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո կամ ընդհանրապես խորհրդային բլոկի փլուզումից հետո կտեսնեք Չինաստանը ինչքան սահուն կերպով կարողացավ իր դռները բացել։ Նա ունի եւ, այո, շատ սահուն կերպով, այսինքն չքանդվեց խորհրդային միության նման, կարողացավ ինտեգրել եւ այսպես շարունակել։ Դա մի փոքր բայց պահելով նաեւ իրեն, նա իր սոցցանցեր ունի, բնականաբար, իր ամբողջ, հա։ Իհարկե, դրա բայց ինքը տոտալ չփակվեց։ Այստեղ խնդիրը կարողացավ գնալ արդիականացման, պահելով Իրանը, այո, սա այլ օրինակ է, բավականին հետաքրքիր, որը երբ մի օր ժամանակ լինի կխոսենք։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, իմ ասածը ամենևին էլ փակված վիճակը չի, անհաղորդ վիճակը չի։ Երբ ասում եմ մշակութային տեսանկյունից պահպանողականություն, սա չի նշանակում, որ մենք լավն ենք մնացածը վատը կամ մենք պետք է այսպես ամրոց դառնանք ու փակվենք բոլորի համար։ Ոչ, մշակութային պահպանողականությունը առաջին հերթին վերաբերում է նրան, որ ես պատրաստ եմ համագործակցել ձեր հետ, բայց ես չեմ հրաժարվում իմ ինքնությունից։ Մեզ մոտ 91 թվականից ի վեր տեղի ունեցավ արևմտականացում, վեստերնիզացիա, որը զարգացման հետ ընդհանրապես կապ չունի եւ արևմտյան արժեքների հետ է կապ չունի։
գիտության մեջ էլ արևմտականացում որպես բացասական տենդենց է։ Այսինքն այդ արևմուտ բառին մի խափնվեք։ Արևմտականացումը բացասական է, այսինքն դու գնում եք հայելային նմանակման, դու բովանդակություն ձեռք չեք բերում եւ 91 թվականից հետո երբ մենք թղթով ֆորմալ առումով անկախացանք, մեզ մոտ տեղի ունեցավ այդ վեստերնիզացիա, արևմտականացում ասվածը, որտեղ մենք ոչ թե ասեցինք մենք պահում ենք մերը, մենք ունենք մեր հայ ինքնություն, մեր մշակույթը եւ այլ զարգացնում ենք, բայց նաեւ պատրաստ ենք համագործակցել ձեր հետ, բաց ենք համագործակցության համար։ Բոլոր առումներով, այլ մենք հրաժարվեցինք մերից ու փորձեցինք դառնալ արևմտյանի մի մասը, որը տեսականորեն, այդ գլոբալիզացիան հենց դա է, որը տեսականորեն լինել չի կարող, մշակույթները չեն կոնվերգենցվում, եւ մենք եղանք հայտնվեցինք մի իրավիճակում, որտեղ հրաժարվել ենք մերինից, բայց ձեռք չէինք բերել ուրիշինը, որը հնարավոր չի ձեռք բերել։ Եվ դրա համար մենք գտնվում ենք այսպես այլանդակված իրավիճակում։ Հենց մեր խնդիրները տեղից է սկսվել։ Մենք որևիցե բան մինչ օրս չենք անում գիտակցված, մենք միայն նմանակում ենք։ Անկամ նայեք հանրային կարծիքի ինչ տրամաբանությամբ է այսօր ձևավորվում։ Ինչ որ մի կենտրոնից գալիս է մի գաղափար, բոլորը դա տիրաժավորում են։ Մենք նույնը այն ժամանակ ոչ մի բան չենք արել գիտակցված։ Հասկանում եք, մեր մոտ 70 տարի եղել է օրինակ կոմունիստական կուսակցություն, մի գիշերվա մեջ այդ կուսակցությունը վերանվանվել է ժողովրդական կուսակցություն Հայաստանի։ Ժողովրդավարական կուսակցություն։ Չի կարող այդպեսի բան լինել, չէ՞, այսինքն որտեղ աշխարհը արդեն գնում է ժողովրդավարությամբ, նույն մարդիկ անունը փոխեցին, դարձեցին այսպես։ Նույնը ինստիտուտները, այն ինստիտուտները, որ մենք վերցրել ենք արևմուտքից, այսպես ասած, վերցրել ենք ձևը թղթով, որը իդեպ թղթով մեզ չի համապատասխանում, կա թղթով լավ բաներ է գրած, մարդու իրավունքներ եւ այլն, բայց միայն թղթով վերցրել ենք առանց անգամ քննադատական վերլուծության ենթարկելու, ներդրել ենք մեր մոտ, բայց խաղի կանոնները պահել ենք նույնը, ու այստեղ գալիս է անգամ գիտության մեջ մի խոսքը, կոչվում է կարողունակության թակարդ, որից դու որպես այդպեսին այլևս ելք չունես, եւ դու կախված ես մնում տարբեր պետություններից, որտեղ դու գործունյա ինստիտուտ չունես անգամ։ Եվ հենց դա է պատճառը, որ 30-ից ավել տարիներ, եթե դուք նայեք, մեր ինստիտուտները տրանսֆորմացիա չեն ենթարկվել։ Ամեն ինչ ամբողջ աշխարհում փոխվում է, ամեն ինչ փոխվում է, ոչինչ տրանսֆորմացիա չի ենթարկվել։ Անկամ մեր բյուջեի կառուցվածքը մինչև այսօր տրանսֆորմացիա չի ենթարկվում։ Մենակ այս վերջերս ուղղակի պաշտպանության նախարարության հատկացումներն են կրճատը, որը շատ ավելի բացասական է, ավելի արագ դա փոփոխության չի ենթարկվել։ Ես այս երևույթն եմ ասում, եք ինստիտուցիոնալ բոլոր առումներով։ Իսկ սա գալիս է, որ դուք ունենում եք ինքնության ճգնաժամ։ Դուք չեք հասկանում դուք ով եք։ Այսինքն եւ քաղաքական հետ են գալիս քաղաքական էլիտային, շատ ձեռնտու է այդ ինքնության ճգնաժամում պահել հասարակությանը, որպեսզի, ինչպես դուք ամենասկզբում ասացիք, մանիպուլյացիայի ենթարկի հասարակությանը։ Եթե այդպես չլինի, դուք մեր հասարակությանը, որ ունի այդքան մտավոր մեծ պոտենցիալ, հսկայական պոտենցիալ, դուք չեք կարող մի ամբողջ հասարակության 5000 դրամով մոտիվացնել եւ ուղարկել ընտրության 30 տարի։ Չեք կարող այդպեսի բան անել։ Հնարավոր չէ դա ուղղակի։ Մեր այդ նաև այդ օտարամոլությունը այդ ամեն ինչի ինստիտուցիոնալ հիմքերը դրվեց հենց 91 թվականից։ Եվ այս վերջերս կարդում էի Բիսմարկի հուշերն էի կարդում, չեք պատկերացնի ինչ դրվագներ կան, ոնց որ Հայաստանի մասին գրածներ։ Դե գիտեք, չէ, գերմանացիները այդ ժամանակահատվածում մինչև 19-րդ դարի վերջերը եւ այլն մշտապես իրենք էլ իրենց համարվել են նվաստացված, որտեղ մշտապես պատերազմները, նվաստացումները, ազգային նվաստացումները իրենց նկատմամբ դեռել է 19-րդ դարի վերջերը մինչև։ Ու Բիսմարկը կարդում է պատում է իրենց տարբեր թագավորների, իմպերատորների, իրենց կանանց խոսույթներ եւ այլ եւ նկարագրում է թե ինչպես էին նրանք փառաբանում բոլորինը ֆրանսիականը, անգլիականը հպարտանում, երբ ունենալով սեփականը շատ ավելի լավը միշտ անտեսվում էր, որտեղ դա իրեն սեփական է, բայց փառաբանվում էր անգլիականը, ֆրանսիականը, որոնք որակապես, հենց ընդհանուր եմ ասում, որակապես շատ ամեն ինչով զիջում էին օրինակ գերմանականին։ Sense շատ կոպիտ բառով եմ ասում, որակապես որ չխորանանք այդպես պատմական փաստերի մեջ։ Նույնը մեզ հետ տեղի ունեցա, որտեղ մենք չունենք ինքնություն, այսօր է չունենք։ Փորձում ենք ամփոփել, ես ձևակերպեմ
Փաստորեն այն ինչ դուք նկարագրեցիք Բիսմարկին էլ մեջ բերելով ստացվեց, որ մարդուն բնորոշ է այն ամենը, ինչ մենք ապրում ենք այսօր, տեսնում ենք, ինչին դեմ ընդվզում ենք կամ ինչում մեղադրում ենք մեկս մյուսիս։ Սա մարդկությանը բնորոշ է։ Ցանկացած երկիր, ցանկացած ազգ անցել է այդ ճանապարհով, բայց կա նաև մեկ այլ ձևակերպում անհատի դերը պատմության, ազգի պատմության մեջ, երկրի պատմության մեջ, եւ դուք երբ որ ես հարցրեցի պատվերը որտեղից պետք է գա, հասարակությունից պետք է գա, թե վերևից պետք է գա, մենք կարող ենք ուրիշ ձևով ձևակերպել։ Պատմությունն է, երկրի, ազգի պատմությունն է տալիս այդ պատվերը, եթե մենք հիմա իրականությունն է տալիս այդ պատվերը, ինքնությունն է տալիս առաջին հերթին։ Այո, ինքնության կորուստը կամ պահպանումը բնազդն է տալիս այդ պատվերը եւ այդ պատվերը կարծում եք արդեն կա, եթե դուք արդեն դրա մասին մտածում եք, ուրեմն ես առավել քան համոզված եմ, որ այդ պատվերը շատ ավելի շուտվանից կա։ Խնդիրը այստեղ այդ պատվերը ձևակերպել եւ ինչ որ մեկի կողմից ստանձնել այդ անհատի դերի մասին անհատի դերը անգնահատելի լինելու այս process-ներում անգնահատել եւ դա լինելու է եւ դա մոտ ժամանակներս հավատացած է լինելու է մենք ճեղքելու ենք այս փակ փոխհամաձայնեցված խմբիշխանությունը ճեղքելու ենք ու այն մարդիկ ովքեր այս մեր իրավիճակը ինչքան է ողբերգական է մեր իրավիճակը այսօր բայց ինքը այնուամենայնիվ անելանելի չի մարդիկ համատարած տալիս են հուսահատություն բարոյալգում վերջ այս ինչ էր եւ այլն բայց մենք պետք է նաեւ հասկանանք մեր ազգային տեսանկյունից չեմ ասում որ մենք ապրում ենք մեր պատմության համաշխարհային պատմության ամենալավագույն ժամանակաշրջանում ինչով է լավագույն բոլոր առումներով մեր հնարավորությունների առումով սոցիալական կյանքի կենսակերպի բոլոր առումներով այդ թվում նաեւ մեր գաղափարները առաջ մղելու տեսանկյունից որևիցե մեկը չի կարող համեմատել մեր ներկա իրավիճակը եւ կամ օրինակ առաջին աշխարհամարտի ժամանակ կամ երկրորդ աշխարհամարտի ժամանակ ինչպես եք դուք այն ժամանակ ձեր գաղափարները կարողանում տիրաժավորել, կողմնակիցներ գտնել։ Մենք այսօր այդ բոլոր հնարավորությունները ունենք։ Դրա համար մենք նաև այս հաղթարելու համար պետք է կարողանանք նաև ողբի օրակարգը կերպափոխենք պայքարի եւ կենսունակության օրակարգով։ Վերջ տալ անընդհատ այդ ողբերգական, ֆատալիստական, ոչ, մենք այնքան ուժեղ ենք, որ մենք ինքներս չենք պատկերացնում, մենք մեր ուժից ենք վախենում, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում։ Մենք իրականում շատ ուժեղ ենք։ Այսօր միակ ես միշտ եմ ասում միակ բան որ էժան փոխարինիչ չունի դա միտքն է միակ անգամ AI արհեստական բանականություն չի փոխարինում որևիցե կերպ իսկ սա մենք ունենք այնքան ռեսուրս աշխարհով մեկ սփռված որ ուղղակի որևիցե մեկի դա ձեռնտվել չի որ մենք հասկանանք թե ինչքան մեծ ուժ ունենք բայց մենք այդ ամեն ինչ ունենք եւ մենք ճեղքելու ենք դա ու դուրս են գալու որևիցե մեկ թվում մեզ լսողներն էլ դա շատ լավ ու հստակ պատկերացնեն եւ վստահ լինեն որ մենք բնականաբար սա շատ դժվար վիճակ է բայց սա ինչ որ անիլանելի եւ մահացու իրավիճակ չէ ախտորոշում են խնդիրները եւ դուրս են գալու այս իրավիճակից մենք ունենք հսկայական հնարավորություններ եւ շատ մեծ պոտենցիալ եւ մենք չենք գտնում մեր վաղճանի եզրին ինչպես բոլորը ամեն պատի տակ դրա մասին խոսում են ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար Շնորհակալություն սիրելի բարեկամներ Սուրեն Պետրոսյանն էր մեր զրուցակիցը ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահը եւ պարոն Պետրոսյան դուք հբանցիկ նորից ասացիք որ այսպիսի իրավիճակներում ցանկացած երկիր գրեթե բոլոր երկրներն են անցել իրենց պատմության ընթացքում եւ հաղթում է նա ով անում է ով գնում է առաջ պատասխանատվություն է ստանձնում եւ ստանձնում է պատասխանատվությունը Շնորհակալ եմ սիրելի բարեկամներ զրուցվարում եմ ես Գայանե Առաքելյանս